Շնորհակալություն, հարգարժան պարոն Քոչարյան, հանձնաժողովի հարգելի անդամներ, ներկաներ, ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման առաջընթացի 2025 թվականի զեկույցը ներքին գործերի նախարարության մասով պիտի փաստեմ, որ իրականացվել է ծավալուն եւ համակողմանի աշխատանք նախարարության ամբողջ մանդատի շրջանակներում եւ այն, որ մենք շարունակում ենք զեկույցը ներկայացնել բաց տրամաբանության մեջ, սա հենց մեր ռեֆորմների նվաճումներից մեկն է նաեւ, որովհետեւ տարիներ շարունակ հատկապես ոստիկանության ոլորտում իրականացված աշխատանքները եւ ոստիկանության ոլորտի խնդիրները մենք չենք քննարկել նման հարթակում եւ խորհրդարանական վերահսկողություն ըստ այդմ պատշաճ կերպով չի ապահովել այն ամբողջ գործիքակազմը, որը հնարավոր է ունենալ։ Մինչ մանրամասներին անդրադառնալը հարգելի գործընկերներ ցանկանում եմ մի քանի տվյալ հանրայնացնել, որի շուրջ եւ ոչ միայն կկառուցեմ իմ հետագա խոսքը եւ կներկայացնեմ կատարված աշխատանքները։ Առաջին արձանագրումը, որ անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ մենք ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո ունենք։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ եւ այս միտումները մենք պետք է խնամքով պահպանենք եւ ավելի արդյունավետ դարձնենք։ Երկրորդ արձանագրումը Հայաստանը այս պայծրությամբ միակ պետությունն է, ում հետ Եմեն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով եւ միակ պետությունն ենք, որը երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը։ Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտին համապատասխան կենսաչափական համակարգ վերջապես։ ՆԿՆ համակարգում հանրային ծառայությունների ոլորտում աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ են իրականացվում։ Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 193 երկրների շարքում 13-րդ տեղում է 90.27 ինդեքսով։ Հաջորդ արձանագրումը 2025 թվականի կտրվածքով Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրել ենք հանցագործությունների թվի նվազում 3.2%-ով, ինչն իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքն է։ Հայաստանի ճանապարհների 2024-2025 թվականներին կտրվածքով խնայվել է 95 կյանք տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց։ Աճել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը հասցնելով հարցվածների 61%-ին։ Եվ վերջին արձանագրումը չնայած արտակարգ դեպքերի եւ պատահարների թվի աճին 2025 թվականին դրանց հետևանքներով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը 59-ով։